Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը, որպես պետության կառավարության ղեկավար վճռականությամբ եւ հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետեւ կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաեւ նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Ես գիտեք, այս պահից արդեն ասացի հնարավոր հանդիպումից հետո կամ ավելի ճիշտ միջև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մանրամասների մասին կամ լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ։ Կրկին ուզում եմ ասել, որ որպես պետության ղեկավար հաստատակամորեն եւ վճռականորեն ողջունում եմ այդ հայտարարությունը եւ նաեւ այն ընդունում եմ որպես Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ որդեական խոնարհությամբ եւ նախանձախնդրությամբ։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան վերջերս մեր ձևաչափումը հայտարարեց, որ հունվարին արդեն որպես քաղաքական ուժ իրենք հանդես կգան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար եւ վերջին օրերին նույն ուժը տարբեր աղբյուրներով հայտնում է, որ որպես կուսակցություն հրահանգված է, որ չգրանցվի մեր ձևով, քանի որ դուք վախենում եք Սամվել Կարապետյանից, այնքան եք վախենում, քանի որ կան մոնիթորինգներ, ըստ որի Սամվել Կարապետյանն մեր ձևով այս պայն ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան դուք։ Արդյոք վախենում եք Սամվել Կարապետյանից եւ նման հրահանգիչացված էփեփ։ Գիտեք, ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Հիմա եթե ինչ-որ մեկը ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Եվ ելի ասել եմ, ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ եւ աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել падգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Հաջորդ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները արդեն կարծես տեսնում եք ինչպես են տարվում, կան մարդիկ հստակ, ովքեր ձեզ հետ ճանապարհ չեն կարող անցնել, ունեք այդպիսի կանոն, որ պետք է մինչ ցուցակումը ընդգրկելը բարեվարության քննություն անցկացնեք եւ զտեք ցուցակը։ Գիտեք, որ ասում եք ինձ հետ, ընդհանրապես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ ես եւ մյուսները իմ անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ, եւ այնտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաեւ կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը, դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Հետևաբար կուսակցությունը այդ թվում ազգային ժողովի падգամավորի առաջադրված տեխնացուների գրանցման գործընթացում կտա այդ հարցի պատասխան։ Հետևաբար ովքեր կգրանցվեն որպես падգամավորի տեխնացու, նրանք կարող են եւ մենք էլ, որտեվ ես եմ падգամավորի տեխնացուի միջալոց, նույն տրամաբանության մեջ այդ ցուցակում ընդգրկվելու եւ հավակնում եմ նաեւ լինել վարչապետի տեխնացու,
եւ այդ որոշումներով արդյունքներով բոլորի համար թափանցիկ կլինի թե ինչ, բայց ելի եմ ասում առանցքը process-ի անձը չի առանցքը process-ի կուսակցությունն է եւ շատ կարեւոր է որ գաղափարախոսությունն է, որտեղ կուսակցությունը առանց գաղափարախոսության այլ բան է, կուսակցությունը եւ գաղափարախոսությունը բոլորովին այլ բան։ Գրանցման եւ ցուցակի ձևավորման գործընթացը հենց այդ հարցերի պատասխանն է տալիս։ Պարոն վարչապետ, Ղազախստանի այցը հագեցած օրակարգ ուներ, արդյունքների հետ կապված ինչ կարող եք ասել, ինչը ավելի շատ եք կարևորում ու կանոնացնեք։ Շատ կարևորում եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները զարգացան եւ հասան ռազմավարական գործընկերության կետին, եւ այդ ռազմավարական գործընկերությունը ունեցավ նաեւ շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր, եւ նաեւ այն, որ մենք հիմա նաեւ երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորությունները իհարկե ընդլայնում են, առաջիկայում մենք պայմանավորել ենք, որ տնտեսվարողների պատվիրակություն կմեկնի հայաստանյան Ղազախստան, որպեսզի տեսնեն, թե ինչ ուղղություններով է, որ փոխգործակցությունը տնտեսական հնարավոր է խորացնել, ինչու եմ հատկապես տնտեսականը ընդգծում, որովհետև քաղաքական երխոհությունը եղել է բարձր մակարդակի եւ կա բարձր մակարդակի ակնհայտորեն, հակառակ դեպքում հարաբերությունները ռազմավարականի մակարդակի չէին հասնի, հիշում եք, որ նախորդ տարի Ղազախստանի նախագահը պաշտոնական այց ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, այս տարի ես պաշտոնական այցով մեկնեցի, մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ հեռանկարային են, որովհետեւ Ղազախստանն նաեւ հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ մենք այդ հետաքրքրությունը ողջունում ենք եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերվում են տնտեսական, բայց նաև քաղաքական օրակարգին։ Այստեղ նորությունն այն է, որ մենք տնտեսական մասով էլ շատ լավ մթնոլորտ ենք ունեցել, բայց լոգիստիկ սահմանափակումների պատճառներով այդ պոտենցիալը չի օգտագործվել ամբողջ կամ ավելի մեծ ծավալով։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ-Ժոմարթ Տոկաևին այդ բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար, դա իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար եւ մեծ գնահատական է, որի համար ես խորապես շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը Լուսինե ջան, պարոն Փաշինյան, ձեր անցյալը հաջող չի բռնում ձեր ներկայի հետ, հակասության մեջ է մտնում ներկայի հետ եւ այդ շատ խնդրեմ մի հարցի պատասխանում կա։ Մասնավորապես դուք ասել եք, որ Համբել Ալեքսանյանի մասին, երբ որ ընդհանրի պատգամավոր էիք, ասում եք, որ հազարավոր միլիարդավոր գումարներ հարկեր չի վճարում, թոշակառուների փողերը անվճար լավաշ բաժանելու անվան տակ է փողարկում, այսպես անվանել եք մի խոսքով գող կոնտրաբանդիստ, երբ որ ընդդիմադիրի կրքերը ավելի էին թեժացել, անգամ մարդասպանության մեջ էիք մեղադրել անուղղակիորեն, ձկնկուլի կհիշեք Արմեն Իսրայելյանի սպանությունը սլաքներ ուղղելով Սամվել Ալեքսանյանի կողմը, դարձակ վարչապետ, լծակներն ունեք, եթե սխալվել եք այն ժամանակ մարդասպան չի, չենք տեսել ձեր ներողությունը, որ ասեք չէ, սխալվել եմ, այ մարդասպան չի, եթե մարդասպան է, ինչու ճաղերի հետևում չի, ու նույնքան Գյանջիրովի սպանության հետ կապված։ Դուք անդրադարձել եք Գյանջիրովի սպանության ազգային ժողովում, ասել եք, որ այդ մարդուն գտել են ծառից կախված վիճակում, գործատուները հետապնդել են նրան, ծեծել են, նվաստացրել են քննչականի վարույթի նյութերում, քննիչնել են դա, արձանագրել կա, ու ասել եք, վարացի հիմա կմեջբերեն, որ ասել եք, եթե այդ մարդիկ, այդ ընտանիքի անդամները հիմա ահաբեկչություն անեն, ասել եք, հարազատները մտնեն Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պիտի ասեք ահաբեկչություն է, չէ՞, բայց սա ահաբեկչություն է, ահաբեկչության դիմաց։ Այսպես էիք բնութագրել ու այդ մարդուն հետապնդողները, որի մասին դուք խոսել եք, ձեր որոշմամբ Արարատի համայնքապետ, Արարատի մարզպետի օգնական նշանակված Ասլան Ավետիսյանն ու նրա որդիներն են, նրանց մասին է խոսքը։ Հիմա ոնց հասկանանք, եթե մարդասպան էին, ինչ եք պաշտոն տվել, ու եթե մարդասպան էին, ինչի ճաղերի հետևում չեն։ Ես հերթական անգամ պիտի ձեզ հիշեցնեմ, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես քննիչ չեմ, դատախազ չեմ եւ դատավոր չեմ, եւ Հայաստանի Հանրապետությունում որևէ քննիչ, որևէ դատախազ եւ որևէ դատավոր չունի սահմանափակում որևէ սպանություն բացահայտելու, ել չեմ ասում դատավարության կողմերը իրենց դատավարական իրավունքները պաշտպանելու։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բազմաթիվ ստվերային ոլորտների ապա ստվերայնացման հաշվին աշխատատեղերը աճում են, այդ թվում
բազմաթիվ ստվերային աշխատատեղների ապա ստվերայնացման հաշվին եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, ես պաշտոն չեմ տալիս ընտրովի պաշտոններում։ Համայնքների ղեկավարները ընտրվում են համայնքի քաղաքացիների ազատ կամ արտահայտման արդյունքում։ Այդ թվում ԿՊ-ի ցուցակով այո, ինտեգրացիան եղել է, մեր ինտեգրացիան եղել եւ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ այդ թվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում իրականացվում են քրեական դատավարության գործողություններ, եղել են դատավճիռներ եւ այդպես շարունակ։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ քաղաքական գնահատական կարող է լինել տարբեր իրավիճակներում տարբեր բաների եւ իրավապահ համակարգի խնդիրն է քննել եւ գալ եզրակացությունների։ Որևէ մեկը որևէ սահմանափակում չունի որևէ սպանություն բացահայտել։ Եթե որևէ մեկը կասի Հայաստանի Հանրապետությունում, որ որևէ սահմանափակում կա, որևէ սպանություն կամ գործ բացահայտելու, ինքը ուղղակի սուտ կասի, շատ մեծ սուտ։ Հետևաբար, այդ բոլոր հարցերը նույն ձևով կարող եք ուղղել քննիչներին, դատախազներին եւ համոզված եմ, եթե անհրաժեշտ որևէ գործողություն կա, որ չի արվել, կարելի։ Հաջորդ հարցը Արտուր Նարեկյանն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, երբ դուք հայտարարում եք, որ ձեր որդիական խոնարհումն եք հայտնում, այդ ցանկը ստորագրած հոգեվորականներ ցանկին ծանոթ եք, այնտեղ օրինակ Նավասարդ arczepiskopos Կճոյանն է, Առաքել arczepiskopos Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը եւ այլ հոգեվորականներ, դուք տեղյակ եք նրանց մասին, օրինակ ինչ հրապարակումներ կան մամուլում, նույն Նավասարդ Կճոյանի հետ կապված այդ բենտլիների օֆշորային պատմությունը, ամերիկյան կանխավարկած իհարկե բարելով Առաքել arczepiskopos Քարամյանի զավակ ունենալու մասին հրապարակումները, իդեպ գուցե նաև ճանաչեք Վազգեն Միրզախանյանի հետ կապված հրապարակումները, այսինքն ձեզ համար ընդունել է սրբության սրբոց մայրաթորը ազատագրել այն անձանցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկություններ կան։ Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել հայաստանյան ծառայքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես մի րոպե եւ ես շատ կարեւոր եմ համարում, որ այդ թվում ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է Հայաստանյան ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետք է ուղղակի ազատի մեր սրբության սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ես ձեր արդեն պատասխանեցի, ես ասացի արդեն, որ բարենորոգման Հայաստանյան ծառայքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգն է դրված սեղանին եւ այդ նորոգման օրակարգը պետք է իրականացվի եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ նորոգման օրակարգին մասնակցություն ունենալ, աջակցել այդ նորոգման օրակարգին, որովհետեւ եթե այդ նորոգման օրակարգը տեղի ունեցած լիներ, այդ բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, այդ խնդիրների առնվազն մեծ մասը տեղի չէր ունենա, գոյություն չէր ունենա։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, վերջերս Բաքվից վերադարձան Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներ, այնտեղ հանդիպումներ, քննարկումներ ունեցան, դրանից առաջ էլ ադրբեջանցի փորձագետներին Հայաստանում։ Ինչպես կգնահատեք այս երկխոսության ընթացքը, հատկապես այն համատեքստում, որ տեսնում ենք թե ադրբեջանի պաշտոնյաների, թե գիտնականների, թե փորձագետների, թե մեդիայի խոսույթում կարծես թե բան չի փոխվում։ Գիտեք, այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան,
Դուք, երբ որ ընդդիմադիր պատգամավոր եք, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանին այդ պաշտոնում ընտրել եք, երեք ինքն էլ այդ մասին հիշեցրեց, բայց հարցադրումը հետևյալն է, ձեր նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու փաստացիության չկայացավ, ինչպես գիտեք, բայց Արման Թաթյանն է ձեզ հրավիրել բանավեճի, ասում է որտեղ կուզի, որ ժամին կուզի, անգամ կարող է Պետրոս Ղազարյանն իր հետ բերի, որպեսզի մենակ չլինի, պատրաստ ենք ընդունել արդյոք Արման Թաթյանի բանավեճի հրավերը, եւ նաեւ երեկվա նրա հայտարարությունից հետո ասում են Արման Թաթյանը նիկոլական է, հիմա ինքը այդպես է, թե կապ չունի ձեր իշխանության հետ։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ, խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Աստի խորհրդարանական ում եք հրավիրում։ Ինձ անձամբ հարցազրույցի եք Պարոն Փաշինյան, 44 օրյա պատերազմից հետո պատերազմի տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի եւ բարձրաստիճան զինվորականների եւ շարքային միջին օղակի զինվորականների նկատմամբ նրանք տարբեր դրվագներով այսպես անցնում են, դեռ որոշ գործերի մեծ մասը դատարանում են, հնարավոր ամպուտության դրսևորում, որոնց հետևանքով չգիտեմ այս կամ այն բարձունքն ենք փորձրել։ Այս համատեքստում ծագում ամենագլխավոր հարցը հետևյալն է, որ շատ է հնչում, օրինակ ասում են դուք ինչ գործ ունեք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այսինքն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականներ, եթե դուք այդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ դուք 44 օրյա պատերազմից հետո ձեր ստորագրությամբ, երբ հանձնվեցին Քաշաթաղը եւ Քարվաճառը Թշնամուն, այդ ժամանակ ադրբեջանցիները հայտնի փաստ է, եկան, այսինքն հայկական զորքերին հետ քաշելու հրաման տրվեց, հետագայում դուք 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ հենց դուք եք տվել զորքերի հետ քաշման հրամանը եւ ադրբեջանցիները GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներին, հետագայում իմացանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի քանի հարձակում եղավ, որից ամենախոշորը 22-ին նորից տարածքներ կորցրեցինք։ Հիմա նաեւ այս հարցն է հնչում, արդյոք ձեր հրամանները եւ գործողությունները չպետք է քննվեն, գոնե քննության ենթարկվեն իրավապահների կողմից, կամ չգիտեմ, կանենք թեկուզ դատարանի առաջ չպետք է քրեական գործեր հարուցվեն, հասկանալու համար ձեր հրամանների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ինչ վնասներ ունեցավ, գոնե քննության ենթարկվեն, այս հարցադրումները շատ հնչում եւ Արման Թաթյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաեւ երեք հայտարարեց, որ ձեզ պահում են նախկինները, այսինքն ասաց, որ եթե նախկին նախագահները իրենց կուսակցություններով ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որևէ մեկը չգիտի, այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա թյուր կարծիք է։ Եվ հետեւաբար իմ գործողությունները քննվել են, կարող են ելի քննվել եւ շարունակաբար քննվել։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ կաշման մասին, սա առաջինը։ Երկրորդին գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։ Վերջապես անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, ես ներկայացնում եմ, որ Զանգեզուրի միջանցքի
նախաճաշնական համաձայնություններ չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անձնական պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի եւ Բաքվի միջեւ, եւ դուք ինչ առաջ խոսեցիք Կրկին Մայրաթորից, ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դուք բացի դուք պնդում եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուղղը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք կուսակրոնության ուղղը խախտելու հետ կապված, արել եք Աշակ Սարգսյանի հետ կապված, որ նաեւ այդ ուղղը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան ողջավորականներից էլ ովքեր են խախտել կուսակրոնության ուղղը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե ես համոզված լինեի, Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրան անհրաժեշտության մասին չէի խոսի, եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին։ Ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ։ Եվ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցի։ Շատ լավ։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք։ Ինչ որ դուք չգիտեք, չկա։ Պարոն վարչապետ, հարցս օդի աղտոտվածության վերաբերյալ է եւ դուք արդեն կառավարության նիստի ժամանակ ասացիք, որ երկու խումբ է ձևավորվելու, ինձ հետաքրքրում է, ակնհայտ է, որ պատճառները երկուսն են, շինարարության մեծ ծավալները եւ ավտոմեքենաների ծավալը, ինձ հետաքրքիր է, ինչ կտրուկ քայլերի կարող եք գնալ, ենթադրենք ավելացնել մարտմաքսատուրքը մեքենաներ ներկրելու ժամանակ կամ ընդհանրապես արգելել հին մեքենաների մուտքը Հայաստան։ Փորձ ցույց է տալիս, որ կտրուկ քայլերը արդյունքի չեն բերում առնվազն երկարաժամկետում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի, որովհետև ի վերջո լավ, իմիջիալից նախ պետք է հասկանալ, որովհետև ամենատարբեր, հիմա երեք օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որտեղ որից կարելի էր ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Իհարկե ձեր ասածը չի կարող ազդեցություն չունենալ։ Դուք հիշում եք 2018 թվականից ես անդադ խոսում եմ շինհրապարակների որակի մասին, Կտրուկ քայլեր, դա նաև մի քիչ կրթական ոլորտի հարց է, նաև կազմակերպչական ոլորտի, այո, նաև վարչարարության հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ միշտ չի, որ ընդհանրապես փորձ ցույց տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում, հարց լուծում է հետևողական քաղաքականությունը։ Եվ մենք էլ պետք է հասկանանք, հիմա մի կողմից մենք խցանումներից բողոքում ենք, մյուս կողմից էլեկտրոմոբիլների մեծ հոսք կա, երրորդը մենք ուզում ենք, որ էլեկտրոմոբիլների թիվը ավելի մեծանա, մի շարք պատճառներով, այդ թվում բնապահպանական պատճառներով ենք ուզում, որ էլեկտրոմոբիլների հոսքը մեծանա, բայց այս ամեն ինչը իր հետ բերում է բազմաթիվ դիլեմաներ, եւ այդ դիլեմաները լուծելու համար պետք է հետևողական աշխատել եւ այդ թվում փորձագիտական հանրությանը ներգրավել, քաղաքացիական հանրությանը ներգրավել, որպեսզի ոչ թե սոցիալական ցանցերից մենք հավաքենք կարծիքներ, տվյալներ, առաջարկներ, այլ լինի ինստիտուցիոնալ մոտեցում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը գան իրենց գնահատականներով, իրենց լուծումների մասին իրենց առաջարկներով, որպեսզի մենք ի վերջո այդ խնդիրը կարողանանք լուծել։ Բայց հավատացեք, որ վաղը այդ խնդիրը չի լուծվելու, որովհետև մենք այդ կտրուկ գուցե չերևացող, բայց կտրուկ ինչ որ քայլեր արել ենք,
որպեսզի խնդիրը լուծենք, բայց տեսնում ենք դրանից խնդիրը չի լուծվում։ Հետևաբար պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով, որովհետև եթե նույնիսկ ձեր ասած քայլերը ձեռնարկենք, հարցը դա կլուծի խնդիրը, թե չի լուծի։ Այսինքն պետք է քայլերը անելուց առաջ նաև փորձագիտական մակարդակում կարողանալ կանխատեսելի արդյունքներ տեսնել։ Եվ ելեմա ոչ միայն մեր փորձը, շատ երկրների փորձ ցույց է տալիս, որ այդ կարգի կտրուկ եւ հատուկ քայլերը նման դեպքերում արդյունք չեն բերում, որովհետև խոսքը տասնյակ հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա վարքագծի մասին է։ Կտրուկ գործողություններով այդ վարքագիծը փոխել հնարավոր չի։ Շնորհակալ եմ։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով եւ գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարեւոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ եւ եկել եմ հետեւյալ մի հետեւության ինքս ինձ համար, որ նաեւ կիսել եմ հանրության հետ եւ հարկ եմ համարում կիսել նաեւ ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը եւ խնդիրն է եւ որովհետեւ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման